պոլիտիկայի տերը դու ես, ես էլ Հայաստանի Հանրապետությունն է, ես էլ ազատ քաղաքացի եմ Հայաստանի Հանրապետությունում։ Բա ումից հասցրեմ, այդ որտեղ է գրած, որ ունեմ թե չունեմ իրավունք։ Ում ուզենք կնկարենք, ինչքան ուզենք կնկարենք, եղավ։ Ում ուզենք, ինչքան ուզենք կնկարենք։ Հետի կգնաս կդիմես դատարան։ Քել արի, հավես չունեմ։ Գետաս դատարան կդիմես։ Ես էլ նկարի արդ, որ ընգավ գեդից պոգվավ։ Քիչ առաջ նաև այս տրուբեն պոգվավ կրանից ընկավ ներքև։ Ողջույն Արամ, այս պահին մենք գտնվում ենք Արշակունյաց փողոցում եւ այսօր այստեղ ենք եկել մի պարզ պատճառով, որ այստեղ ժամանակին տրամվայի թիվ 1 պարկն էր գտնվում եւ 2004 թվականի հունվար ամսին Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով Հայաստանի Հանրապետության Երևանի տարածքից ամբողջությամբ վերացան տրամվայները եւ ռելսերը եւ մեր կադրի հետևում Հայաստանի Հանրապետությունում միակ մնացած տրամվայն է, որը Ռոբերտ Քոչարյանը չի հասցրել վաճառել։ Այո, Արտուր, մենք ճիշտ ասած այստեղ եկել ենք հենց պրեզենտով փակա, բայց երևում է այս տրամվեն վերջի երևի չեն հասցրել ծախեն։ Ռոբերտ Քոչարյանը դե գծեր, մծեր, ինչ պղինց, ինչ կար ծախեց, չէ, այս վագոններից մեկը մնացելast է պրեզենտով փակել են, չի հասցրել խուրդի, որ Սիուշոյին կորմ առնի Ռոբերտ Քոչարյանը, բայց մինչև այս Արցախից թրածին անդառնալը ես ցանկանամ մի շատ կարևոր փաստ ենք մենք պատահական արձանագրել։ Մենք ստացել ենք ինֆորմացիա, որ այստեղ այդ տրամվայ կա, այդպես բրախած, չգիտենք սա ում տարածքն է, եւ այդ ընթացքում ինչ ականատես եղանք, որ այստեղ ինչ որ ջերմուկի աշոտիկ կա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժիկի ճտերից, այդ իրանց վեցնոցներից, որ շինարարություն է անում, շորտաղեն էլ մարսպետա իրան ներշնչել է, ու տեսեք ինչ փոշին զիբիլա, ոչ մի նոր չկա։ Կռանով չգիտես ինչ են հանում, վրից բաներ, երկաթներ են անգնում, այսինքն սրանք լրիվ իրանց տվե անցել են։ Լսեք ձեզ ինչ եմ ասում, արա, Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի օրենք, սաղը օրենքի առաջ հավասար եք և ամենա գերագույն արժեք ունեցող սուբյեկտը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ջերմուկի աշոտ կամ Ռոբերտ Քոչարյան, որ ձեր բջերը գաստեով աղաստ են, արա, այս փոշ ու զիբիլի մեջ 2 րոպե կանգնեն ենք աշկերներս մրմրում է, արդեն լրիվ տվիք ձեզ անցակ, արա դուք։ Հիմա ջերմուկի աշոտիկին մենք առանձին նկարահանեցինք, դա այդպես կհրապարակենք, հիմա անդառնանք Արցախից մազապուրտ եղած այս Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն տեսեք Արտուր, սա ինչ է արել, սա Հայաստանում իշկա ծախել է, անգամ տրամվեն այդ գծերի պատճառով, Պարսկաստանում գիտեք, պահանջարկ կար այդ մետաղների, ոնց կարող չծախեր, սա իր հոր շիրիմն է ծախել Ալիևին, ու գնաց տրամվի եղածը ինչ որ չծախի, եւ ես հարմանում ուղղակի թե տրամվայից դեռ ինչ գործ ունի 20 քանի տարի երևի ու պահել են կարող է ես ուզում ծախես Ռոբերտ Քոչարյան, բայց խորհուրդ կտամ չծախես։ Իսկ միգուցե Ռոբերտ Քոչարյանից են այս տրամվայը պահել։ Չեմ կարող ասեմ, որ չգտնի վաճառի։ Չեմ կարող ասեմ, բայց դժվար, որովհետև այդտեղ ինչ-որ ասում են այն գովայի արշակ այն չէ, մատ երևույթ կա, որ դրա զապրավկի է, ճիշտ ասած չգիտեմ, դրանն է թե չէ, եթե դրանն է, ուրեմն դա Ռոբերտ Քոչարյանի ճուտն էլ չի, այն Վովա Գասպարի Ռոբերտի ճտի ճուտն է, սենց նշենք, քութիկը։ Բայց ճիշտ է այստեղ կարևոր, ես մի բան խորհուրդ կտամ տիկին Ռոբերտ Քոչարյանին, որ այս տրամվայը, այս վերջի տրամվայը մի վաճառի։ Ես ռեստավրացիայի կենթարկեմ եւ հաջորդ Եվրատեսիլին Սիուշոյին այս տրամվով կուղարկենք։ Կգնա Եվրատեսիլ։ Դու էլ կգնաս ծափ կտաս։ Շուշից ծափ կտաս։ Արա մենք մի քանի երկրում նկարել ենք տրամվայը, Դուբայում, թե Ռուսաստանի Դաշնությունում, նաև Թուրքիայում, Ստամբուլում նկարահանեցինք, որ տրամվայը գործում է եւ զարգացած երկրներում նորագույն տրամվայներ են գործում եւ մեր հայրենակիցներ հիմա ավակ սերունդը նկարներով է ուղղակի վայելում Երևանի փողոցներում այդ լուսանկարահանված տրամվայները, տրամվայի գծերը եւ երանի են տալիս, որ Հայաստանում էլ լիներ եւ նաեւ արդեն նոր տրամվայներ կներ, փաստորեն, բայց Ռոբերտ Քոչարյանը հանուն իր ընտանիքի վաճառեց ամբողջությամբ 2004 թվականին եւ իդեպ 1983 թվականին գործարկվել է 12 երթուղի է եղել տրամվայում եւ 3 պարկ է եղել, սա համար առաջին տրամվայի պարկն է, այստեղից էր դուրս գալի տրամվայի։ Արտուր, տեսեք, սրանք Երևանում ասում եմ մի քառակուսի մետր չեն թողել, մի հատ գործարան չեն թողել, մենք մոտ օրերս այդ
ձոր մեկի առանձնատները կգնանք կայցելենք, այնտեղ է պատրաստվեք Քոչարյանի քութիկներ, կներկայացնենք շատ կարևոր մի փաստ մեր հայրենակիցներին, սրանք տեսեք Արտուր, նայրիթից սկսած ամեն ինչը կերել են։ Եվ իշտա շատ զարմանալի, որ անգամ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սրանց նետեց պատմության աղբանոց, դուրս եկավ փողոց 2018 թվականին, անգամ սրանից տեսեք, անգամ այսքանից հետո Ռոբերտ Քոչարյանի այդ մնացուկները, այս ջերմուկի աշոտիկով, մաշոտիկով, նայեք ինչ են Արա մի դեպ մեր նկարանման պահին սկսեցին բերել ջրել, որ սա օրենքի խախտում էր եւ չկար այդ շլանգը, այստեղ նոր բերեցին սկսեցին։ Ամեն օր ապես այդտեղ երեխու հետ բարի օր ընկեր։ Երեխու հետ մարդիկ ասում են ու ոչ մեկ չէր ջրում ընկեր։ Կռանից էլ նոր բաներ գցում, տրուբա էր գցում այդտեղից։ Հենա ընկեր, հենա գցած բան։ Մի խանգարեք մեր նկարահանումը, մենք նկարանում ենք իրականացնում։ Մենք ձեր գործը չենք խանգարում, ապա մենք ստե ոստիկանություն կզանգեմ։ Մի հատ էլ մեկը մոտիկացավ կզանգեմ ոստիկանություն։ Նկարահանի Արտուր ուրեմն բանա։ Մենք անդառնանք, արդեն անդրադարձել ենք ում որ պետքա, բայց իշխնա շատ կարևոր։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մի եղեք ստրուկ։ Պետք է մի հատ էլ դուրս կգանք փողոց, կնետենք Սոյտաշնի Զիբիլյանոց իրանց ընտանիքներով իրանց բջելով։ Հայաստանի Հանրապետությունում նորից եմ ասում, որոշումը հայ ժողովուրդը բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ եւս մեկ անգամ նկատում եք անարդարություն, ինչ որ կիսա սենց հողական սենց օլիգարխոտ վիճակներ, զանգեք ուղակի մեզ։ Տեղում կգանք հարցերը կլուծենք, որտեղ արդեն դանակը հասնում է ոսկորին, արդեն տվիք ձեզ անցա կարա։ Ձեր մեծերին եմ այսօր անդրադարձել ես։ Կգնաք կտանգվեք տելևիզորի դեմը, որ վաղը նայեք ձեզ ինչ եմ անում ես։ Իսկ ես տրամվայի ասում եմ։ Անես չան ես տրամվայի լենքով գիտես, համապատասխան որտեղ կմտնեմ արդեն։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանն էր ուղղված։ Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, հասկացողը հասկացավ։ Ուրեմն մեր հեռուստատիտողներին որպեսզի պարզ լինի, այստեղ քաղաքացիները անցնում են եւ մենք ֆիքսեցինք, որ այո, օրենքով սահմանված կարգով պետք է մեքենան դուրս գալուց պարտադիր ջրվի եւ այստեղ ավազը փոշին ուղակի դուրս էր գալիս, տեսա որ մենք նկարահանում ենք, իրականացնում եւ 10 րոպե հետո բերեցին շլանգը այստեղ միացրեցին եւ սկսեցին արդեն ջրել ավազը, իհարկե նաեւ շլանգով ուղակի չեն ջրում, հատուկ սարքավորումներ կա, շինարարություն հանդիպ, տեսեք փոշին ոնց է բարձրանում։ Նորմալ մարդը կմեռնի ստե անցնի։ 5 րոպե կանգնի։ Եվ այստեղ այս փոշու մեջ էլ մարդիկ են աշխատում, իսկ այս աշխատողներն էլ ովքեր քիչ առաջ եկան մոտիկացան, որ համոզում են, որ ամեն օր լվացվում է, հիմա փորձում են մեզ նկարեն։ Նկարս կարամ ուղարկեմ, ջերմուկի աշտանես սպալնուտ վերևը կախես արա։ Որ նայես նկարից իմանաս ինչ արնելու քո։ Եվ Երևանի քաղաքապետարանին ենք հորդորում, որ անպայման այս տեսանյութի հիման վրա գան ակտ կազմեն, արձանագրություն կազմեն։ Հիմա տեսնում ենք այնտեղ այդ սովորական շլանգով փորձում են խեղճ հնդիկները ջրել, այդ փոշին հենց իրանք են առաջինը շնչում։ Եվ մեր հայրենակիցներն են երեխաների հետ այստեղ մեծահասակները անցնում են եւ ոչ մի ջրելու միջոցառում չի իրականացնում, սակայն օրենքը ասում է հենց ավականու որոշման, որ տեխնիկան եթե մտնում է, անպայման անվահեծերը պետք է լվացվեն, տարածքը պետք է մաքրվի եւ նույնիսկ դուրս գալը։ Ապրում ենք 21-րդ դարում, մի հատ մտեք, նայեք աշխարհում ինչա տեղի ունենում, շինարարությունը խնդիր չկա, եկեք արեք։ Հիմա ներողություն արամ, թե շինարարական աղբը հանվում է։ Խնդրեմ։ Այստեղ որևէ մի սահմանափակում չկա, քամի է հիմա նաեւ։ Այս շինարարական աղբը թե վրայից ոնց կթափվի, ուր կթափվի, արդեն դա եւ այստեղ տեսնում եք քաղաքացիներ են անցնում դառնում։ Սա նշեմ Արտուր, ես նշեմ սա առաջի դեպքը չի, եւս դեպքեր եղել է, որտեղ ինչ-որ տեխնիկա են բերել, շինարարական աղբ էին լցնում, էլի փոշիկ եք, մենք բայց չենք անդրադարձել, ուղղակի զգուշացել էինք 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ, բայց արդեն տեղը չբերիք դուք արա։ Արդեն որ ասում է եկնու որսը խառնիկ։ Մենք ձեզ ձեր տեղը ցույց կտանք։
Չհասկացանք, արա մենք մեր քաղաքում հարցնենք կամ գանք տեղ չունենանք քայլու անցնելու։ Ըստ խեղճ ժողովուրդը գաստե խեղ տվի։ Եվ Արամ, այսքանով առաջարկում եմ ավարտենք այսօր կարճ տեսանյութեր, քանի որ մենք նկատեցինք այս տրամվայի եւ եկանք այստեղ ֆիքսելու, որ Հայաստանում մնացել է վերջին տրամվայը, որը նաեւ կարելի ասել պահել է Ռոբերտ Քոչարյանից, ով վստահ ենք, եթե տեսած լիներ, սա էլ կվաճառեր եւ իր ընտանեկան բյուջեն կլցներ։ Այո, Արտուր, եւ խնդրում եմ ինձ ցույց տուր, ես այստեղ ինչ իրավիճակում եմ։ Ուղղակի երևի պետքա տանեմ քիմ ակրման իմ հագուստը, որովհետեւ 5 րոպե եկել եմ այստեղ կանգնել։ Ես անկեղծ եմ ասում, հնդիկի մազերը սպիտակել է արդեն փոշուց։ Հեսա աշոտ քո մազերն է սպիտակելու, այն տոկոսով փոխտվող աղբորը դու Ռոբերտ Քոչյանի հետ արա։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Չհասկացանք 2 կոպեկի համար արա սա տրիկ մի կողմ, մարդկանց առողջության հարց է, կարգ կա, կանոն կա, դե այնց քեզ դրել ես բանի տեղ, տենց ուժեղ տղու տեղ։ Մենք ջերմուկ էլ կայցելենք հələ։ Դու պատրաստվի։ Քոչյանի հետ միասին։ Սյուշոյի ձերը բռնած։ Դե շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ ձեզ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։